Դե ինչ, բոլորիդ բարի երեկո, մի քիչ սպասենք մեր հետևորդները մտնեն եթեր եւ մինչ ասենք այս եթերում մենք տեսնենք ահագին մարդիկ, ասեմ որ նաեւ միշտ հիշում եմ որ եթերները մենք ցույց ենք տալիս YouTube-յան ալիքներում, այնպես որ եթե դուք նայում եք Facebook-ով եթերը, դուք կարդում եք այն գրառումները, որը թողնում են մեր եթերում մեր հետևորդները, իսկ այն մարդիկ, ովքեր նայում են YouTube-յան ալիքներում, իրանք չեն կարդում եւ եթե ինչ որ կարեւոր կոմենտ լինի հարգելի բարեկամներ եթե դուք նայում եք այս եթերը առավոտյան գիշերը կամ էլ մի 5 օրից հետո YouTube-յան ալիքով հիշեք որ ես գլխավոր կոմենտները որը գրելու են մեր հետևորդները անպայման կկարդամ որովհետեւ դուք հասկանաք ինչի մասին ենք մենք խոսում ուղիղ եթերի ժամանակ երբ խոսում ենք մեր հետևորդների հետ ուրեմն բոլորիդ բարի երեկո ժողովուրդ կիսվեք եթերով ուրախ եմ որ դուք մտաք այս եթերը եւ մասնակցելու եք մեզ հետ այն թեմաներին, որը մենք շոշափենք, առանձին ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր անգլերեն էջից այսօր ահագին ինձ օգնեցին իմ էջից, քանի որ ռուսական էջս մի քիչ խնդիրներ ունեցել, բայց մեր հետևորդները ահագին օգնեցին, եկեք կիսվեմ, ուրեմն կիսվեմ անգլերեն էջի վրա, որպեսզի նաև մեր հետևորդները նայեն դեղ Տեսեք, այսօրվա եթերը լինելու է շատ կարևոր, փաստորեն բոլոր մեր եթերներն է կարևոր, բայց այսօրվա եթերը կուզենայի լինի շատ կարևոր, քանի որ ահագին լուրջ ինֆորմացիա լինելու, վիդեոներ եմ ահագին ցույց տալու, այն վիդեոները, որը ոչ մեկ չի տեսել, այն վիդեոները, որը չի տեսել ոչ մի հայ, ոչ մի հայուհի, ոչ Սփյուռքում, ոչ Հայաստանում։ Եվ այո, ես ահագին անգամ ձեզ ասեցի, որ մենք փորձում ենք 1-2 ոչ ավել 1-2% ինֆորմացիա տալ, որպեսզի մարդկանց, այսպես ասած, չգցենք ինչ որ հա մի հատ փոսի մեջ, որտեղ ահագին ցավ կա եւ արտասում, բայց միևնույնն է, ինչքան էլ ես մտածում եմ, ճիշտը այն է, որ մենք քիչ այն վիդեոները, որը չի տեսել մեր հայ ազգը, քիչ ցույց տակ այդ վիդեոները եւ նաեւ այսօրվա մեր եթերում ես բացի այդ վիդեոներից ահագին ինֆորմացիա եմ տալու, որը առաջ անգամ եք դուք լսելու Եվ այդ ինֆորմացիան շատ կարևոր է։ Բայց սկսենք Ռոբերտ Քոչարյանից, տեսեք ես այսօր էլ գրեցի, որ պարոն Քոչարյանը ակտիվացել է եւ դա հենց նենց չի, քանի որ միշտ իր այսպես ասած ակտիվանալը կապված է Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի հրամանների հետ Բացի դրանից նշեմ, որ բոլորիդ բարի երեկո, կարդում եմ կոմենտները, այնպես որ շնորհակալ եմ գրառումների համար Բացի դրանից, այո, ես կարամ հաստատեմ այն ինֆոն, որ Կարեն Կարապետյանը ուզում է վերադառնա եւ այսպես ասած դեր խաղի, հա, դեր խաղա այս մեր Հայաստանի կյանքում, հույսով եմ որ չի ստացվի իր մոտ ոչ մի բան, բայց Կարեն Կարապետյանը պետք է այսպես ասած ժողովրդին, հա, ոնց ինքն է մտածում, հույս տա եւ այսպես ասած խոստումներ տա, որ ուրիշ Հայաստանի մեջ ենք մենք ապրելու, այսինքն Ռուսաստանը ընտրել է Կարեն Կարապետյանին, բայց համբախված Ռոբերտ Քոչարյանի հետ եւ այդ պատճառով Ռոբերտ Քոչարյանը ակտիվացել է։ Գիտեք, մենք շատ ենք խոսում Քոչարյանի մասին եւ այդ թեման միշտ ակտուալ է, բայց ուզում եմ նշել, որ ես մի քանի անգամ ձեզ պատմել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը 44 օրվա պատերազմի ժամանակ եկել է Ղարաբաղ եւ հանրարարություն տվել որ ամեն ինչ անի Ղարաբաղի կառավարությունը որպեսզի օգնի Ռուսաստանին, հա, այսպես ասած այդ պատերազմի ժամանակ ամեն ինչ անի որ տապալի, հա, մեր գործողությունները եւ փաստորեն Ղարաբաղի կառավարությունը 44 օրվա պատերազմի ժամանակ ամեն ինչ էր անում որ օգնի ադրբեջանցիներին եւ Ադրբեջանին եւ հայ զինվորները ես ասել եմ դրա մասին նորից եմ ուզում կրկնեմ մի կողմից այսինքն դեմից կրակում էին իրաց վրա ադրբեջանցիները իսկ հետևից կրակում էին Ղարաբաղի սպանեն կոնտրակտնիկները եւ ամեն ինչ անում են որ սպանեն մեր զինվորներին։ Դրա մասին ես ասել եմ եւ նորից եմ ուզում կրկնեմ որ Երաբլուրում եւ ընդհանրապես Հայաստանի տարածքով որտեղ դուք գնում եք այսպես ասած գերեզմանոցներ ուզում եմ նորից կրկնել որ մոտավորապես 40% զոհված տղերքը 3900 զոհված տղա ունեք մոտավորապես 40%-ը դա այն տղաներն են ովքեր այսպես ասած պետքա որ չզոհվեին բայց ամեն ինչ արեցին Ղարաբաղի առանձին խմբերը միշտ հիշեք հա երբ մենք խոսում ենք կոնկրետ հանցագործների մասին նորից եմ կրկնում դրանց համար ովքեր այսպես ասած խելքը շատ լավ չի աշխատում Մինչ ես սկսեմ շատ կարևոր վիդեոներ ցույց տալ որ ձեզ մեծ ցավ է պատճառելու բայց ուրիշ մեծ չունեք հա ուրիշ ճանապարհ չունեք այո վատ բաները ցավ է պատճառում բայց ուզում եմ սկզբից ձեզ
sense մի բան պատմեմ, որովհետեւ դուք պատրաստ լինեք։ Ես գտնում եմ եւ միշտ դրա մասին ասել եմ, ես գտնում եմ, որ շատ կարեւոր է, որ մենք իմանանք իրականությունը։ Ինչի մենք միջ հիմա, այսպես ասած, մեծ մասը ինֆորմացիան չենք տալիս, վիդեոները ցույց չենք տալիս, քանի որ ցավոք սրտի մի կողմից այդ վիդեոները ցավա պատճառում մեր հետևորդներին եւ Հայաստանի Հանրապետության բնակիչներին, մյուս կողմից այդ վիդեոները կարան օգտագործեն մեր դեմ նույն ադրբեջանցիները, հա։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ ահագին ժամանակ մենք պատմում ենք տարբեր, այսպես ասած, հանցագործությունների մասին եւ հասկանալի է, որ եւ Սոյուզ Արմյան Ռոսիա Աբրահամյանը եւ Քոչարյանական խումբը եւ դաշնակները եւ ղարաբաղցիները, այն ղարաբաղցիները, ովքեր հանցագործներ են եւ այսպես ասած կեղտ ունեն իրանց տակը, միշտ պայքարում են ինձ հետ։ Ես նորից եմ ուզում կրկնել, որ միշտ եղեք հանգիստ, լինի դա ինչ որ եվրեյ բլոգեր, լինի կազախ բլոգեր, լինի, չգիտեմ, ռուս բլոգեր, լինի դա հրապարակ թերթը, լինի դա Ազատություն ռադիոկայանը, ով է բամբասում իմ մասից, եղեք միշտ հանգիստ, քանի որ Ռոման Բաղդասարյանը խոսում է հանցագործների մասին։ Իմիջիայլոց Ազատության ռադիոկայանի մասին եմ ուզում խոսամ, այդ որ հրապարակը, որ դաշնակների շունն է, դա բոլորս գիտեք, բայց Ազատություն ռադիոկայանը դուք մի անգամ 6 տարում կլինի օգտագործեք իմ վիդեոները, որը օրինակ նաև այսօր եմ ես ցույց տալու, ցույց տակ ինչեր են արել Ղարաբաղում քոչարյանականները, դաշնակները, թե Ազատության ռադիոկայանը չի քննադատում դաշնակներին։ Ինձ դա ուղղակի հետաքրքիր է։ Ես ճիշտ ասած, գիտեք, 2018 թվականին ես ինչ ասում էի, մինչ հիմա դա ասում եմ։ Իսկ օրինակ Ազատություն ռադիոկայանը ամեն տարի դուք կարծիք եք փոխում։ Ուզում եմ հասկանամ, դուք ինչ-որ մեկից փող եք վերցնում, որ ամեն տարի ձեր կարծիքը փոխում եք, եւ դուք այնքան եք, գիտեք, այնքան եք դուք պլինտուսի ուրևինի անցել, որ Ազատությունը էլ չի էլամանչում, որ մի հատ փստլիկ նախադասությունից սյուժեներ է կազմում եւ գիտեք ես զարմանում եմ որ Ազատությունը ցույց է տալիս ինչ որ տղա ուրեմն ցույց են տալիս Ղարաբաղի փաստաբան advocat, հա, այսպես ասած կներեք 95%-ը կան Ղարաբաղում կան առանձին տղեր քննչական կոմիտեում, ԱԱՑ-ում, փաստաբան, ում ես հարգում եմ, ում հետ շփվում եմ, դրանք առանձին տղերք են, ովքեր հոյակապ տղերք են, բայց ներեգություն 89-95% փաստաբան, քննիչ եւ պրոկուրոր Ղարաբաղում, դրանք կներեք Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, հա, մարդիկ են, ովքեր ծանոթությամբ դարել են փաստաբան, կոնկրետ ես նորից եմ կրկնում 95% փաստաբան, քննիչ, դատախազ, չգիտեմ, դատավոր Ղարաբաղում ես համարում եմ անգրագետ կամ թմրամոլ կամ հանցագործ, հա, այդ մարդիկ ոչ մի հարգանք իմ մոտ չունեն, քանի որ այդ մարդիկ մեծ մասը տականք են, ովքեր Ղարաբաղյան կլանի համար աշխատել են, հա, շակալների պես։ Այնպես որ եթե ինձ նայում է Ազատություն ռադիոկայանը, հարգելիներս, դուք երբ Ղարաբաղի ինչ որ advocate-ի խոսք եք տալիս, դա էր մենակ պակաս, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Ղարաբաղից գա ինչ որ փաստաբան ու ինձ ասի, ինչ եմ ես ճիշտ ասում, ինձ ճիշտ չեմ ասում։ Չկա Ղարաբաղում ոչ մի տղա կամ կին, որ կարա ինձ ասի ես ինչ պետք է ասեմ կամ չասեմ։ Կան առանձին մարդիկ, ում ես հարգում եմ եւ իրանց հետ ես կարամ խորհրդակցվեմ Messenger-ով, WhatsApp-ով տամել աչքից աչք, հա, բայց այդ մեծ մասը պետք է իրանց հանգիստ բայ, քանի որ հարգելիներս, եթե դուք Ղարաբաղից եք եւ փաստաբան եք, խնդրում եմ դուրս գաք Ազատության ռադիոկայանով եւ խոսակ այն հանցագործությունների մասին, որը կատարվել է Ղարաբաղում 35 տարում։ Օրինակ այն հանցագործությունների մասին, որի մասին ես այսօր պատմելու եմ։ Եվ այլն։ Այնպես որ եթե ինչ որ մեկը հույս է պահում, որ Ռոման Բաղդասարյանը բերանը փակելու է եւ չի խոսալու խնդիրների մասին, դա չի լինելու, հա, պետքա սա ֆիքսենք։ Եվ իմ հետևորդներս պետքա լինեն հանգիստ, քանի որ նորից եմ կրկնում, որ եթե մենք քննադատում ենք հանցագործներին, բանդիտներին, հա, մեղավորներին, այո, դա լինելու է կոպիտ խոսքով, գոշտ խոսքով, հա, եւ կներեք, եթե դուք արժանի եք, որ մենք ձեզ սիրենք, սա խոսքը գնում է բոլորիս մասին, մենք ձեզ սիրելու ենք։ Եթե դուք արժանի եք, որ մենք ձեզ ատենք, մենք ձեզ չենք ատելու, մենք ձեզ արհամարելու ենք։ Երբ մենք ձեզ քննադատում ենք, դա ատելություն չի, դա արհամարանք է, դա շատ կարևոր է նշել, եւ բոլորը պետք է դրա մասին իմանան։ Իսկ հիմա անցնենք մենք մեր գործին։ Նորից եմ կրկնում, շատ կարևոր է կիսվեք այս եթերով, քանի որ եթերը լինելու է շատ կարևոր բոլորիս համար, շատ ցավալի, բայց sense կամանց եմ սկսելու։ Խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի մասին, որը տականք է, որը դավաճան է, որը քանդում է այս երկիրը։ Ես ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ հիմա չի պատժել Ռոբերտ Քոչարյանին։
Դուք երևի հիշում եք այս նկարը, Ռոբերտ Քոչարյանի այս նկարը ադրբեջանցիների հետ։ Հա, ուզում եմ նորից կրկնել, որ Ռոբերտ Քոչարյանը հայ չէ, այսինքն Ռոբերտ Քոչարյանի հայրը ինքը ադրբեջանցի է, ես դրա մասին ասել եմ, նորից եմ կրկնում, որ Ռոբերտ Քոչարյանը ազգությամբ հայ չի, ինքը ադրբեջանցի է։ Այնպես որ եթե ինչ որ մեկը Ռոբերտ Քոչարյանի աջակիցն է, միշտ հիշեք, որ դուք աջակցում եք ոչ հային, այլ մի հատ մարդու, ում հերը ադրբեջանցի է։ Իմիջայլոց, մեր հայերը եւ հայուհիները պետք է մի հատ բան մտածեն իրանց համար։ Դուք նկատել եք, որ Ռոբերտ Քոչարյանը կյանքում իր հոր մասին չի խոսում։ Դուք նկատել եք, որ չկա ոչ միտեղ, հա, Ռոբերտ Քոչարյանի պապայի գերեզմանոցը, քանի որ չկա, քանի որ իր պապան ադրբեջանցի է։ Դուք չեք նկատել, որ Լևոն Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանը, Գայանեն, իր երեխեքը ոչ մի նկար չունեն պապիկի հետ, ոչ մի անգամ չեն խոսացել պապիկի մասին։ Այդ թեմայով ես առանձին սյուժե եմ անելու ավելի մանրամասն։ Իսկ հիմա անցնենք 44 օրվա պատերազմին, երբ Ռոբերտ Քոչարյանը հանրարարություն ա տվել ղարաբաղցիներին, առանձին ղարաբաղցիներին, դրանք եղել են շատ, երբ ասում եմ առանձին, դա չի նշանակում 2 կամ 5 ղարաբաղցի։ Առանձին ղարաբաղցիների այդ մեծ խմբեր, սպաներ, կոմանդիրներ, որպեսզի ամեն ինչ անեն, հա, որպեսզի մեր զինվորները զոհվեն, որպեսզի ավելի շատ զոհ լինի։ Սկսենք կարևոր թեմայից։ Ես ագին անգամ ասեցի, որ 44 օրվա պատերազմի ժամանակ Ղարաբաղում համարյա չէին թխում հաց, այսինքն մեր զինվորները մեծ մասը մնացել են առանց հաց, առանց լավաշ, առանց մատնակաշ։ Եթե մի մասը ստանում էր մատնակաշ եւ հաց, մեծ մասը չէր ստանում հաց, կամ էլ ստանում էր փթած հաց։ Ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այն վաղ տենց են ասում, իրանք փաստորեն Ղարաբաղի կառավարությունը եւ բանակը չէին հասկանում, չէին ուզում հաց թխել մեր զինվորների համար։ Եվ այդ հացը մեծ մասը թխում էին Գորիսում, Հայաստանում եւ ուղարկում էին զինվորական մասեր։ Հիմա ես ցույց եմ տալու ձեզ մի հատ վիդեո։ Դա այդ վիդեոն նկարած է Ասկերանի զինվորական մասում, 4-րդ պաշտպանական, հա, այսպես ասած, շրջանը, 4-րդ Աբարանիցին ռայոն Ասկերան։ Ինձ ունեմ օրը, երբ հահանված այդ վիդեոն, եւ ուզում եմ հիշեցնեմ մեր հետևորդներին, նորից հիշեցնեմ, որ ունենք ահագին վիդեոներ, որը ոչ մեկ չի տեսել, եւ դուք առաջի անգամ եք տեսնելու այդ վիդեոները, եւ այսօր լինելու է առաջի օրը, ես աշխատելու եմ ամեն իմ եթերում 3-4 թեմա բարձրացնեմ, վիդեո ցույց տամ, որպեսզի դուք լինեք ավելի, հա, այսպես ասած, դուք ավելի շատ ինֆորմացիա իմանաք այդ իրավիճակի մասին։ Սկսենք մենք հացի թեմայից եւ ուզում եմ ընդգծել, ես Ռոման Բաղդասարյանը նշեմ, որ ամեն ինչ արել է Ղարաբաղի բանակը, որպեսզի մեր զինվորները հաց չստանան։ Ինչի համար է դա արել, որպեսզի ավելի շուտ թուլանան, որպեսզի շուտ ընկնեն գերի, որպեսզի չկարողանան կռվեն, հա, եւ պարտվեն։ Ուրեմն Հայաստանից տեսան, որ այդ հացը չի ուղարկվում, հաց են ուղարկում եւ հիմա ես ցույց եմ տալիս ձեզ մի հատ վիդեո, որը նկարված է շատ գաղտնի ձևով, ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունից առանձին մարդիկ են գնացել Ղարաբաղ, որպեսզի կոնտրոլի տակ պահեն, տենան ինչ է կատարվում եւ թաքուն սյոմկաներ են արել, այսինքն որպեսզի ղարաբաղցիները չհասկանան, որ նկարում են դա, կոնտրոլի տակ են պահում այդ ինֆոն, եւ ինչ ցույց տալը ասեմ, որ երբ ղարաբաղցիները հասկանում են, որ այդ մարդիկ Հայաստանից են եւ տենում են ինչեր է կատարվում, ոնց են սպանում մեր զինվորներին եւ ոնց են ամեն ձևի անում, որ մեր զինվորները, Հայաստանի զինվորները զոհվեն, իրանց հայաստանցիներին ուզում էին սպանեին եւ չգիտեմ ռուսերեն ասում են չուդում մագլի սպասածը։ Այս վիդեոն եկեք մենք մի հատ նայենք։ Փթած հաց։ Տեսեք հացի վիճակը։ Հիմա նորից եմ ցույց տալու, այսինքն այն հացը, որը ուղարկվում էր Հայաստանից, Ղարաբաղի զինվորական մասերում, ինադու, պահում են նենց տեղ, որ այդ հացը շուտ փթի, չէին ուղարկում պոստեր, չէին ուղարկում զինվորի համար, ամեն ինչ անում են, որ զինվորը լինի սոված եւ չստանա այդ հացը։ Տեսեք, ի հացը ինչ վիճակում է, նորից եմ ցույց տալիս, ուշադիր նայեք, որտեղ է գտել այդ հացը եւ թաքուն նկարում է այդ հացը, որը
չեն տալիս, նորից եմ կրկնում, այդ վիդեոն նկարվել է 4-րդ полкում, ունենք ուրիշ վիդեոներ, հենց հիմա չեմ կարա բոլորը ցույց տամ, բայց մի մասը ցույց կտամ։ Это видео было снято в 4-м оборонительном районе։ Ես Ռոման Բաղդասարյանը կրկնում եմ, որ կոնկրետ այս դեպքում 4-րդ պաշտպանական շրջանում Ղարաբաղի հրամանատարները սաղ ուղարկած հացը Հայաստանից եւ Ղարաբաղից չեն տալիս զինվորներին, փթեցնում են հացը, հա, որբեզի դրանից հետո ուղարկեն խոզերի համար, պատկերացնում եք պատերազմի ժամանակ չէին տալիս հացը զինվորներին եւ տալիս են այդ հացը խոզերին։ Դուք պատկերացնում եք ինչ ձև են ատում Հայաստանից եկած զինվորներին։ Նորից եք նայում վիդեոն, ինչ վիճակում էր հացը։ Հաջորդ վիդեոն։ Հիմա ես ցույց եմ տալիս ձեզ, ոնց են ղարաբաղցիները այն հացը, որը ուղարկել են զինվորների համար 44 օրվա պատերազմի ժամանակ, գցում են ավտո մի հատ խոզի համար իրանց ավտո են ունեցել եւ տանում են խոզերին տան այդ հացը։ Տեսեք ինչ վիճակում է հացը։ Նորից հասկացաք, չէ՞, ինչի մասին է խոսքը գնում։ Երբ ես նկարում եմ, ցույց եմ տալիս այս վիդեոն, պետք է հասկանալ, որ այս վիդեոն նկարել է առանձին մարդ, ով հենցնեց մի հատ մարդ չի, հա, այն մարդիկ, ովքեր սա նկարել են, նորից եմ կրկնում, դա եղել են այն առանձին մարդիկ, ովքեր Հայաստանից ուղարկված են եղել, որպեսզի հասկանան ինչ է կատարվում զինվորական մասերում եւ ոնց են վերաբերվում մեր զինվորների հանդեպ Ղարաբաղի հրամանատարները։ Նորից եմ կրկնում, 44 օրվա պատերազմի ժամանակ եւ դուք հիմա տեսաք, հացը չէին տալիս մեր զինվորներին, որպեսզի զինվորը ավելի շուտ թուլանա, ընկնի գերի եւ ամեն ձևի անում են, որ զինվորը զոհվի։ Շարունակենք մեր զրույցը, հաջորդ հարցը։ Հիմա շատ կարևոր վիդեո եմ ցույց տալու, որը շատ կարևոր է, բայց սկզբից պետքա մենք հարց տանք։ Հարգելի բարեկամներ, հարգելի հետևորդներ, ովքեր նայելու են այս եթերը։ Ասացեք խնդրեմ, դուք հիշում եք, որ 44 օրվա պատերազմի ժամանակ ղարաբաղցիները մեզ բոլորիս ասում էին, որ մեր զինվորները չունեն բրոնեժիլետ, չի հերիքում բրոնեժիլետը, եւ դուք հիշում եք, որ սաղ Ռուսաստանի հայերը փող էին հավաքում, բրոնեժիլետ էին առնում եւ ուղարկում էին Ղարաբաղ։ Դուք հիշում եք, որ ղարաբաղցիները եւ Ղարաբաղի հրամանատարները եւ ներողություն Պորնիկ Արայք Հարությունյանը եւ բոլոր Ղարաբաղի գեներալները ասում են, որ չկա բրոնեժիլետ Ղարաբաղում եւ շտաբ բրոնեժիլետ ուղարկեք զինվորի համար, քանի որ Հայաստանից զինվորները եւ այսպես ասած դաբրավոլցի, հա, մնացել են առանց բրոնեժիլետ։ Ասացեք ընտրեմ, կոնկրետ ձեզ հարց եմ տալիս։ Կա եղել է տես բան, որ ղարաբաղցիները 44 օր ասում են, որ բրոնեժիլետ չկա, չի հերիքում բրոնեժիլետ եւ պետքա բրոնեժիլետներ ուղարկել Ղարաբաղ։ Եղել է այդ զրույցը թե ոչ։ Հարց եմ տալիս բոլորիդ։ Եղել է տես բան, որ ղարաբաղցիները, կոնկրետ իրաց հրամանատարները եւ իրաց Պորնիկ ղեկավարները եւ գեներալները ասել են, որ բրոնեժիլետ չկա եւ մեր զինվորները դուք գիտեք, չէ՞ որ ահագին մեր զինվորները ինչի են զոհվել։ Դուք գիտեք։ Вообще տեղյակ եք, ինչի են մեր զինվորների մեծ մասը զոհվել, քանի որ իրանց չի եղել բրոնեժիլետ։ Կա տես բան։ Եղել է տես բան։ Այո։ Խնդրում եմ կիսվեք այս եթերով, քանի որ նորից եմ կրկնում, շատ կարևոր է բոլորիս համար այս եթերը։ Եղել է, չէ՞, եղել է։ Հիշեցնում եմ, որ 44 օրվա պատերազմի ժամանակ ղարաբաղցիները որպեսզի փող գրփեն, հա, խոսքը գնում է գեներալների եւ չինովնիկների մասին, սա չի գնում խոսքը հասարակ մարդկանց մասին, հիշեք։ Ղարաբաղի ղեկավարները եւ գեներալները, ովքեր Քոչարյանի հրամաններն կատարում, որ պետք է ավելի շատ զինվոր մահանա Հայաստանից, լուրեր են տարածում, որ չկա բրոնեժիլետ։ Ուրեմն
Վիդեո եմ ցույց տալիս 4-րդ պաշտպանական շրջանից, օրը մենք գիտենք, օրերը գիտենք, ցույց եմ տալիս այս մի հատ վիդեո շատ պետք չի։ Նաև ունեք վիդեոներ ուրիշ պաշտպանական շրջաններից, խոսքից պատասխանը ես տալիս եմ միշտ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, զոհված ընտանիքներում, Հայաստանում ինչքան զոհված ընտանիք կա, այն տղերք, ովքեր վերավոր են, լսեն իրականությունը, որ Ղարաբաղում չի եղել ոչ մի խնդիր բրոնեժելետի հետ։ Ու սա շատ կարևոր է, որ դուք ձեր գյուղերում, ձեր մարզերում, ձեր քաղաքներում տարածեք այս ինֆոն, որ Ղարաբաղում 44 օրվա պատերազմի ժամանակ ոչ մի խնդիր բրոնեժելետի չի եղել եւ Ղարաբաղցիները ստել են, որպեսզի մեր զինվորները շատ զոհվեն, չեն տվել այդ բրոնեժելետները, որպեսզի զինվորները զոհվեն։ Հիմա ցույց եմ տալիս ոնց են առանձին մարդիկ Հայաստանի Հանրապետությունից, ովքեր թաքուն նկարում են տարբեր այդ ձևի տականք, հա, քայլեր, ոնց են, հա, գտել ահագին բրոնեժելետ, այսինքն Ղարաբաղցիները բրոնեժելետները փչացնում են, շպրտում են փոսերի մեջ, ասում են զինվորական մասում չկա։ Նայեք, տեսեք ոնց են վերաբերվում։ Նորից, տես ինչքան բրոնեժելետ է։ Նայեք, տեսեք ոնց են վերաբերվում։ Это 4-й оборонительный район։ Եթե ինչ-որ կոմանդիր 4-րդ оборонительный районից Ասկերանից նայում է, հարգելիս, այդ Ղարաբաղի փաստաբանա ինչ տանձի գլուխավոր դուրս է գալիս իմ մասից է խոսում։ Ղարաբաղի փաստաբաններ, քննիչներ, դատախազներ, դուք չեք ուզում խոսակ դրա մասին, որ դուք 44 օր սպանում եք Հայաստանի զինվորներին եւ բրոնեժելետները սաղ դուք գողացել եք, ասել եք բրոնեժելետ չկա, չեք ուզում դուրս գաք եթերներ պատմեք, դուք ովքեր եք вообще։ Կներեք, այդ բրոնեժելետներն է, որը բռնել են ագին ունեք ֆոտոներ, հա, վիդեոներ, որը մենք կարանք ներկայացնենք եւ բոլոր մեր Հայաստանի Հանրապետության բնակիչները պետքա իմանան, նորից եմ կրկնում, որ Ղարաբաղում չի եղել ոչ մի խնդիր բրոնեժելետի հետ, որ բրոնեժելետները ինադու փչացրել են, շպրտել են փոսերի մեջ, որպեսզի զինվորները զոհվեն։ Իսկ երբ բրոնեժելետը չկա, մենք հասկանում ենք, չէ, որ եթե խփում է բեսպիլոտնիկը, այդ տղան զոհվում է։ Ես ուզում եմ դիմեմ բոլոր հայերին Ռուսաստանում, ով ինձ նայելու է Կրասնոդարում, Ռոստով-նա-Դոնու, Մոսկվայում, հա, Սուրգուտում, ես ուզում եմ դիմեմ Ռուսաստանի հայերին, դուք, որ ես sense ցույց եմ տալիս ինչքան բրոնեժելետ ա եղել, եւ ձեզ Ղարաբաղցիները զանգում են, ասում են փող հավաքեք, բրոնեժելետ ուղարկեք։ Դուք ինչ կարծիքի եք вообще, այսինքն ինչ կարծիք ունեք սրա մասին։ Այդ որ ձեզ զանգում են, ասում են տղերքին չունեն բրոնեժելետ, բայց լցված է բրոնեժելետները։ Դուք ինչ կարծիքի եք вообще, դուք ոնց եք համարում вообще սա ինչ է։ Իսկ հիմա եկեք մեր հետևորդներին հարց տակ, գիտեք ինչ, ես հիմա չեմ ուզում ոչ քֆուր տամ, ոչ կոպիտ խոսք ասեմ, ուզում եմ ձեզ տամ այդ հնարավորությունը, ձեզ տամ այդ հնարավորությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին թող խոսա։ Հարգելիներս, ինչ խոսք կարանք մենք ասենք Ղարաբաղի գեներալների եւ չինովնիկների հանդեպ, ինչ խոսք դուք կարաք ընտրեք այդ գեներալների եւ չինովնիկների համար, ովքեր Քոչարյանի հրամանն են կատարել եւ 44 օր փչացրել են բրոնեժելետը, որպեսզի չտան զինվորներին։ Ես ուզում եմ դուք գրեք այդ բառը։ Ինչ դուք բառով կարաք, հա, вообще, այսպես ասած, ինչ բառ է իրանց հասնում։ Ինչ կարանք մենք ասենք Ղարաբաղի գեներալների, աֆիցերների, հրամանատարների մասին, ովքեր այս դեպի քակ են կերել։ Գրեք այդ բառը։ Գրեք ինչ բառ կարա գրեք այդ մարդկանց մասին, ովքեր այդ ձևի, հա, քակեր են կերել։ Тепловизоры это Вито Баласянян, все тоже мы знаем. Анна Джан, это все знают, да, абсолютно верно. Եթե ուզում եմ գրեք դուք այդ բառերը, եւ բոլոր զոհված ընտանիքները պետք է իմանան, որ մեր զոհվածների մի մասը դա ինադու արած գործ է, այս վիդեոն նորից եմ կրկնում, 4-րդ оборонительный район, ահագին վիդեոներ ունեք, ես հիմա կամանց ցույց եմ տալու տարբեր զինվորական մասեր, որտեղ ինչ էին անում ինադու Ղարաբաղի գեներալները, հրամանատարները եւ սպան, հա։ Հաջորդ վիդեոն Անցնում եք հաջորդ վիդեոներին։ Ես ահագին անգամ ձեզ ասել եմ, որ
44 օրվա պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք ահագին զոհված տղեր Ջաբրայիլում, ամենաշատ տղերքը զոհվել են այդ տարածքում եւ այդ տարածքից բերում են ավտոներով զոհված տղերքին, ովքեր վարված են եղել բեսպիլոտնիկը խփել է, արդեն իրանցից ոչ մի բան համարյա չի մնացել։ Ուզում եմ ցույց տամ ձեզ սկզբից մի հատ ֆոտո, այս ֆոտոյում սաղ կամազի մեջ զոհված տղերք են, տեսեք։ Վարված, հա։ Եվ տենում եք այս ձեռը, սա զոհվածի հայրը։ Այս մարդը իր տղան այդ կամազի մեջ է, այսինքն ինքը եկել է մանա գալիս իր տղուն, ես հիմա չեմ ասելու ազգանուն անունը, հա, զոհվածի հայրը։ Ուրեմն ոնց են այս վերաբերվում, հա, այս զոհված տղերքի հանդեպ։ Մի մասը շպրտում են ճանապարհին, այսինքն որպեսզի մեր հետևորդները ճիշտ հասկանան, այդ զոհված տղերքին գցում են ավտոյի մեջ, մի մասը կարա շպրտեն աջ, ճանապարհին կորցնեն եւ դաժե այս նկարում մեկ տենում եք, որ ավտոյից մի մասը ընկել է ցեխի մեջ, դա արել են Ղարաբաղի այդ խմբերը, ովքեր հավաքում են զոհված տղերքին եւ դուք կարաք տենաք, որ մի մասը ընկել է դաժե հողի վրա, հա, տեսեք ինչ վիճակում։ Իսկ հիմա ցույց տամ ձեզ վիդեոն, որը շատ կարեւոր է։ Մենք շատ ենք խոսում դրա մասին, որ 44 օրվա պատերազմի ժամանակ ահագին տղա զոհվել է Ջաբրայիլի տարածքում եւ 44 օրվա պատերազմից հետո Ղարաբաղում իբր ման են գալիս այդ զոհված տղերքին։ Սկզբից ուզում եմ հիշեցնել, նորից հիշեցնել, որ այս նկարում մենք տեսնում ենք զոհվածի հայրիկի ձեռը, հա, ում տղուն ինքը գտել է այս ավտոյում եւ ասում էր, «Էս ինչ եք դուք անում, էս ո՞նց եք դուք շպրտում մի մասը աջ, ձախ»։ Այսինքն երբ մենք ասում ենք անհայտ կորած, պետք է մենք հիշենք, որ մի մասը Ղարաբաղի բանակն է կորցրել, շպրտել եւ այլն այլն, բայց ամենակարևորը 44 օրվա պատերազմի ժամանակ այս հայրիկը եւ բոլոր մարդիկ մեծ մասը, ովքեր գտնվում են հյուրանոցում, դաշնակների հյուրանոցում, Ստեփանակերտի կենտրոնում, դաշնակները իրանցից վերցնում են գումար կոֆեի համար, չայի համար, որպեսզի դուք հասկանաք, այս մարդկանցից։ Բայց դա չի ցավը, ամենամեծ ցավը դա չի, որ 44 օրվա պատերազմից հետո երբ Ղարաբաղցիները այսքան զոհվածներին բերել են գցել մորգ, ասում են, որ իբր ձեր տղան չկա եւ պետքա գնանք մանգակ Ջաբրայիլում, հա, պայմանավորվեք ադրբեջանցիների հետ, ռուսների հետ, մի մասը զոհվածների եղել են մորգում, այսինքն զոհվածների մի մասը եղել են մորգում, քանի որ ավտոներով բերել են, հա, մի մասը եւ մորգում են եղել։ Եկեք մի հատ հասկանանք, եթե մենք հիմա սկսենք մանրամասը պատմել դրա մասին, որ դուք մորգում պահել եք զոհված տղուն, բայց այս մարդկանց ասում եք, որ դուք գնում եք ման եք գալիս, ինչ որ գործողություններ է պետք որպեսզի գտնեք այդ, հա, այդ տղուն։ Եթե այս բաները մենք պատմենք, ինչ է լինելու, մի հատ հասկանանք, էլի, вообще Ղարաբաղի փաստաբանները կամ էլ Ազատություն ռադիոկայանը կարա այսօրվա իմ վիդեոները ցույց տա։ Եթե դուք ազնիվ լրագրողներ եք, հասկանում եք, որ դաշնակներին եք մենք այստեղ քննադատում Քոչարյանին, թե դուք աշխատում եք Քոչարյանի դաշնակների վրա չեք պատմելու այդ բաները։ Բայց ցույց տու ես վիդեոն ցույց տու, որը ես եթերում այսօր ցույց տվեցի, որ հացը փչացնում են։ Ցույց տու ոնց են բրանիժլետը փչացրել, որպեսզի չտան զինվորին։ Եթե Ազատության լրագրողներից նայում եք, ազնիվ լրագրող եք, ցույց տվեք 6 տարում ինչեր ես ցույց եմ տալիս, ցույց տվեք։ Թե ձեզ Քոչարյանը դաշնակներն են գումարներ տալիս դժվար թե ցույց տակ։ Կամ էլ հրապարակ թերթը, դուք դաշնակների վրա եք, չէ, աշխատում, բայց ցույց տու, ոնց են դաշնակների ժամանակ, Քոչարյանի ժամանակ բրոնեժիլետները գողացել։ Կարաք ցույց տակ։ Չէ, չեք կարա, ցավում եմ։ Ես չեմ ուզում բոլոր հիմա այստեղ ձայնը կհանեմ մեր տղերքը 44 օրվա պատերազմի ժամանակ ուրիշ վիդեոներում ինչ էր կատարում պոստերում, հա, եւ նաեւ եկեք այստեղ մի քիչ ձայնը տամ, բայց երեսները ցույց չեմ տալու։ Սա նոր բարձունք է, մեր տղաները վերցրել են այս բարձունքը։ Հայաստանի զինվորները։ Լինելու պատճառով չեմ նշում որտեղ է գտնվում։ Դրոշակը բարձրացրել են մեր բոլոր տղաների հետ միասին։ Թշնամին մեր դիմաց է։ Թշնամին նկատելով մեր բոլորից ուջապի համար, բայց մեր տղաները այն կամազոր են, որ երբեք
Ոչապի չեն մատնվում։ Սա մեր դիմացը հրամանատարն է, սա մեր ազատամարտիկներն են, դա դու մոտիկացեք վերև։ Դա մեր ազատամարտիկներն են, բոլորը տարիքով ավագ եղբայրներ են, հրամանատարի գլխավորության դրոշակը բարձրացրեցինք, նորից կրկնում եմ, ռազմական գաղտնիք լինելու պատճառով տեղը չենք նշում, սա նոր բարձրում է։ Ու սա Հայաստանից պապիկներ, մեծ մարդիկ, ազատամարտիկներ, ովքեր գնացել են, հա, քերծեր են վերցնում, այն դեպքում, որ մի հատ Ղարաբաղցի այդ գյուղերից չկա իրանց մոտ, մի հատ Ղարաբաղցի։ Բոլորը փախել են, հա, ու այս մարդիկ, չիմանալով տոլկում այդ սարերը, այդ կետերը, տեսեք ինչ էին անում։ Ես ճիշտ ասած, գիտեք, 6 տարի մենք խոսում ենք հանցագործության մասին, բանդիտների մասին, եւ մեր հետևորդը պետք է հասկանա մի հատ բան։ Երբ միլիոններով 100,000, 200,000 պրասմոտր ասա հավաքում, այն մարդիկ, ովքեր դա արել են, իրանց վիճակը միշտ ներվային է, իրանք մտածում են ոնց պայքարեն լրագրողի հետ, հա, իմ հետ։ Եվ ցավում եմ, որ այս մարդիկ այդ օրն են հասնել, որ չեն զզվում Ստրան փոխտան, հա, այդ եվրейский բլոգերին, չեն զզվում հրապարակին հրամանտան գրեն Ռոմանի դեմ ազատություն ռադիոկայանը, որը 6 տարում 10 անգամ իրան կարծիքը փոխել է, բայց մենք մեր կարծիքը չեք փոխել։ Ես ինչ ասում եի 7 տարի առաջ, հիմա էլ եմ ասում, ես իմ կարծիքս չեմ փոխում։ Եվ ցավը նա է, որ մեր լրագրողները պատրաստ են գումարը տաս եւ իրանք վաճառեն իրանց մորը, իրանց հայրենիքը։ Ես պատրաստ չեմ դա անել։ Եվ նորից եմ կրկնում ազատության ռադիոկայան։ Դուք 7 տարի совсем առաջ, 7 տարի առաջ ուրիշ երգ եք երգում։ Հիմա ուրիշ երգ եք երգում։ Դուք ազատության ռադիոկայան, դուք գտնում եք, որ Հայաստանի Հանրապետություն մեզ թեմա չունեք, դուք չեք ուզում ցույց տաք այն վիդեոներս, ոնց են փչացրել նույն այդ բրանիժլետը, ինչքան մարդ են սպանել Ղարաբաղում, դուք չեք ուզում այդպես բաներ ցույց տաք։ Նստած ընկել եք բլոգերի լրագրողի հետևից։ Ինչու՞մն է ձեր խնդիրը, ժողովուրդ ջան։ Գուցե դրանում, որ TikTok-ում, YouTube-ում աղագին մարդիկ ինձ նայում են, կիսում են, գուցե ես ինչ-որ խնդիր եմ արդեն ձեզ համար, մի հատ հասկանանք։ Շարունակելու ենք մենք այս ձևի վիդեոներ ցույց տալ, հասկանում եմ, որ ցավալի փաստ է, բայց նորից եմ կրկնում, սա շատ կարևոր է, որ մենք ցույց տանք բոլորին, անպայման այդ սիլկան ուղարկեք ձեր բարեկամներին, ձեր ընկերներին։ Ու նորից եմ կրկնում, որ դուք գիտեք, չէ, որ Անդրանիկ Քոչարյանը, ազգային ժողովի падգամավորը, ինքը քանի անգամ մեզ խոսք է տվել, որ կպատնի ինչ ա եղել 44 օրվա պատերազմի ժամանակ։ Վերջի անգամ ես հարգում եմ Անդրանիկ Քոչարյանին, իմիջիայլոց։ Անդրանիկ Քոչարյանը վերջի անգամ ասեց, որ սեպտեմբեր ամսում կպատմի Հայաստանի ժողովրդին ինչ ա եղել։ Ինձ հետաքրքիր է Անդրանիկ Քոչարյանը պատմելու է, որ 10,000 բրանիժլետ փչացրել են, հա, փչացրել են Ղարաբաղում եւ մեզնից փող են հավաքում եւ թողել են մարդկանց առանց բրոնիժլետ։ Ինձ դա հետաքրքիր է։ Կպատմի դա, թե չի պատմի։ Եվ ցավում եմ, որ Մեհեր Գրիգարյանը եւ Տիգրան Խաչատրյանը ամեն ամիս 50,000 դրամ են տալիս այն մարդկանց, ովքեր թողել են զինվորներին առանց բրոնիժլետ։ Ես ցավում եմ, որ Մեհեր Գրիգարյանը եւ Տիգրան Խաչատրյանը գտնում են, որ այդ ձևի տղերքին պետքա լավ նայել։ Ցավում եմ։ Բոլորիդ ես ցանկանում եմ, որ դուք լինեք ինձ նման ազնիվ, մեր հետևորդների մեծ մասը տենց են, եւ միշտ հիշեք, որ հայ զինվորը պայքար էր տանում մի կողմից ադրբեջանցիների հետ, մյուս կողմից Արցախի պաշտպանության բանակի հետ, հա, ում գեներալները եւ չինովնիկները ամեն ինչ անում են, որ թողնեն մեր զինվորներին առանց բրանիժլետ, մեջքին խփում էին, կրակում էին, գերի էին գցում։ Վիտալի Բալասանյանը դուք գիտեք, որ սաղ տիպլավիզորը գողացել է թողել առանց տիպլավիզոր մեր զինվորներին, եւ այս մարդիկ, ում ձերքերը արյան մեջ է, առավոտից երեկոյան մտածում են ոնց տապալեն Ռոման Բաղդասարյանի աշխատանքը։ Գիտեք, ցավը այն է, որ դաժե այսօր Հովսեփ Խուրշուդյանը, ում ես շատ եմ հարգում, ես եմ շատ հարգում, ոչ ինքը ինձ, ես եմ իրան շատ հարգում, սա մի կողման է, մի կողմից է սա։ Հովսեփ Խուրշուդյանը տեսնելով, որ մենք 6 տարի 1500 ընտանիքի օգնել ենք, Հովսեփ Խուրշուդյանը ամեն օր տեսնելով, որ մենք օրից օր առավոտից երեկոյան գնում ենք զոհվածների ընտանիքներ, ինչքան եք օգնել ինվալիդներին, Հովսեփ Խուրշուդյանը մի անգամ չգտավ ուժ իր մեջ, հա, մի հատ լայք դնի կամ մի հատ նախադասություն գրի, որ Ռոման ջան, շնորհակալ եմ, որ դուք ձեր հետևորդների հետ օգնում եք մեր Հայաստանում զոհված ընտանիքներին եւ վերավորներին։ Ես ինձ պետք չի Հովսեփ Խուրշուդյանի ոչ կոմենտները, ոչ լայքերը, ես միշտ հարգել եմ այդ տղուն եւ հիմա էլ եմ հարգում, կապ չունի, որ ինքը վատ է վերաբերվում, բայց ցավը այն է, որ այսքան բաներից հետո
այդ տղան խոսքեր է գտնում, որ ինձ ինչ որ նկատողություն անի կամ էլ հարցնի այդ ինչ որ ուրիշ երկրից բլոգերին դու ինչ ես ասել, պարոն Խուրշուդյան, ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, հա, այն հայերը ինձ նման, ովքեր 6 տարում իրանց հետևորդների հետ մեծ աշխատանք են տարել, ես կուզենայի, որ դուք սովորեիք, գնահատեիք մեզ, մեր հայերին, հա, քանի որ մենք Հայաստանում ահագին բաներ կոսրեցիք, երբ մենք ռուսներին ենք հարգում, հա, երբ մենք հարգում ենք կազախներին, հարգում ենք, չգիտեմ, ուրիշ ազգի մարդկանց, ովքեր չգիտես դաժե ում վրա է աշխատում։ Ես գիտեք, ես միշտ գովում եմ Խուրշուդյանին, բայց ցավոք սրտի ես մարդը հիմա պայքար է տանում մեզ հետ, հա, երևի ինքը պատրաստում է ընտրությունների եւ գտնում է, որ որպես ես Ռոման Բաղդասարյան, ով պաշտպանում է վարչապետին, պետք է ինձ խփի։ Դրա համար Խուրշուդյանը արդեն սկսել է մեզ նկատողություններ անել։ Ես իմ հետևորդներից 6 տարի ասել եմ Խուրշուդյանը լավ տղա է, հոյակապ տղա է, բայց ոնց որ մենք մեծ սխալ ենք արել, քանի որ Խուրշուդյանը առավոտից երեկոյան քլնգում է հիմա կառավարությունը եւ երևի գտնում է, որ այն բլոգերները, ովքեր կառավարության կողմից են, իրանց էլ պետք է նկատողություններ անել։ Ոչինչ, տա Աստված, որ Հովսեփ Խուրշուդյանը սովորի, գնահատի այն բլոգերներին, ովքեր 1500 ընտանիքի օգնել են Հայաստանում։ Ոչ թե հարգի այն բլոգերներին, ուրիշ ազգի, ովքեր հայ ազգից փող են հավաքում։ Երևի եթե ես էլ փող հավաքեի ամեն օր հայ ազգից, երևի Հովսեփ Խուրշուդյանը ինձ կհարգեր։ Բայց քանի որ ես փողեր չեմ հավաքում, չեմ գրում ինձ փող տվեք, եւ քանի որ ես հայ եմ, ոչ թե ուրիշ ազգի ինչ որ բլոգեր, ով աշխատում է տարբեր երկրների վրա, դրա համար երևի ես Հովսեփ Խուրշուդյանի աչքի լույսը չեմ։ Բայց ես ցանկանում եմ ամենալավը Հովսեփ Խուրշուդյանին, ոչինչ պետք չի Խուրշուդյանը մեզ գնահատի, ժողովուրդ ջան, ամենակարևորը որ մեր հետևորդներն են տեսնում 6 տարում ինչ աշխատանք եք արել եւ մենք շարունակելու ենք այս աշխատանքը։ Այնպես որ հանգիստ եղեք, այս ձևի վիդեոները շարունակվելու է, այո, դա ցավալի է լինելու, բայց մենք պետք է հասկանանք ինչ է եղել, հա, ինչա вообще իրականությունը, ինչ է եղել Ղարաբաղում 44 օրվա պատերազմի ժամանակ։ Ստեր մի լսեք, ոչ մի բանից մի վախեցեք եւ հավատացեք, եթե ինձ վրա կամ ձեզ վրա ահագին շուն է հաճում, ուրեմն մենք մեզնից ինչ որ մի բան եք ներկայացնում։ Ոնց որ իմ մոտ տպավորությունն է, որ ահագին էքսպերտներ եւ նաեւ այսպես ասած պարտիաներ, ովքեր 2% են հավաքել Գյումրիում եւ ընտրությունների ժամանակ, ոնց որ այդ մարդիկ արդեն վախենում են նաեւ Ռոման Բաղդասարյանի նման բլոգերներից։ Երևի ասում են տապալեք Ռոմանին, ստրան տապալեք, դրան տապալեք։ Գուցե Հայաստանի Հանրապետության բնակիչը 2026 թվականին այն մարդկանց, ովքեր 2% են հավաքում, գուցե 5% կարանք հավաքենք։ Գիտեք, ինչ հարգելիներս, ուրիշի տունը քանդելով դու քո տունը չես կարող սարքես։ Ես խորհուրդ եմ տալիս մեր էքսպերտներին, պոլիտոլոգ եք, չգիտեմ, կայք եք, մի քանդեք ուրիշի տունը, զբաղվեք ձեր գործերով, եւ դուք ձեր կարծիքը, ձեր խորհուրդները թողեք ձեր մոտ։ Լավ, մենք մեր աշխատանքը տեսնում ենք, մենք ձեզ չենք գալիս խորհուրդ տալիս, չեք ասում, «Էս ինչի եք 2% հավաքել Գյումրիում կամ էլ Շիրակի մարզում»։ Խնդրում եմ ամեն մարդ իր տարածքի մեջ աշխատի եւ հարգի ուրիշ մարդկանց։ Ես ոչ 20 տարեկան եմ, ոչ 22 տարեկան եմ, որ Հովսեփ Խուրշուդյանը կամ ինչ որ ուրիշ մարդ, ով вообще տոկոս էլ չի կարող հավաքի Հայաստանում, ինձ խորհուրդներ տա։ Բոլորիդ ամենալավն եմ ցանկանում։